Մարդիկ կան, որոնց քաղաքական պաշտոնյաներ առավել ևս, որոնց վերաբերյալ ոչ մի բան չի կարող անել լեզվի կոմիտեն ոնց ենք պատկերացնում այդ համագործակցությունը եւ մի հարց էլ ունեմ այս թեմայից դուրս, բայց նախագծից դուրս, բայց թեմայի մասին ես գիտեմ, որ դուք մշակում եք լեզվի զարգացման հայեցակարգը, այսինքն լեզվի կոմիտեն մշակում է եւ մեզ ոնց որ մենք առիթ կունենանք ծանոթանալու եւ չնայած նրան, որ դա կառավարության կողմից ընդունվող փաստաթուղթ է, ես կխնդրեի դիտարկել հնարավորությունը այդ փաստաթուղթը ազգային ժողովում քննարկելու, որովհետև ժամանակ առ ժամանակ խնդիրներ եւ առաջարկներ եմ ստանում մարդկանցից լեզվի հետ կապված, դիտարկումներ, առաջարկներ, հարցեր, որոնք ես կարծում եմ արժի հավաքվել եւ նաեւ հանրային, գուցե ոչ աշխատանքային կարգով, ոչ հրապարակային աշխատանքային կարգով քննարկել, չնայած ես կուզեի հրապարակային լինել, որտեղ այդ մարդիկ ոնց որ այդ հարցերը ինձ են հասցեագրում, եւ ես ասում եմ, որ հայեցակարգում է տեղ գտնելու այդ հարցերը, միգուցե բոլորով միասին խոսեինք եւ տեսնեինք ինչ խնդիրներ են նկատում, նաեւ ոլորտի տարբեր մարդիկ, մասնագիտության բերումով շատ եմ առնչում իրանց հետ, իրանք ինձ են դիմում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան, գալով ձեր հարցի վերջից պետք է ասեմ, որ մենք սիրով պատրաստ ենք հանրային քննարկման եւ քանի որ խոսում ենք հայեցակարգային փաստաթղթի մասին, լեզվական քաղաքականության հայեցակարգի մի փաստաթուղթ, որի անհրաժեշտությունն ու կարիքը կարծում եմ շատ վաղուց ունենք, վստահաբար սա պետք է լայնորեն քննարկվի եւ իհարկե մենք ինքներս էլ կնախաձեռնենք, բայց ուրախ կլինենք նաեւ ազգային ժողովում կազմակերպվող քննարկումներին գալ, ներկայացնել, Տիկին Դվոյանն էլ ներկա է, մենք միասին իհարկե շատ մանրամասն խոսել ենք փաստաթղթի մասին, սակայն սա այն դեպքն է, երբ որ ինչքան ավելի շատ ու լավ քննարկենք, այնքան ավելի վստահ եմ, որ փաստաթուղթը վերջին հաշվով կշահի եւ մենք կունենանք լեզվական քաղաքականության մասով ընկալելի եւ նաեւ հասկանալի տեսլական, ինչը կարծում եմ նաեւ մեր պետականության զարգացման կարևորագույն խնդիր է, որտեղ մեկ անգամ չէ որ խոսել ենք այն մասին, որ ընդհանուր առմամբ լեզվական քաղաքականությունը նաեւ պետության ու պետականության ամրապնդման կարևորագույն գործիքակազմերից մեկն է եւ մենք այս ուղղությամբ պիտի ավելի համակարգային մոտեցումներ որդեգրենք, ինչը փորձել ենք անել այն փաստաթղթում, որը առաջիկայում կներկայացնենք քննարկման։ Ինչ վերաբերում է ուրեմն տարբեր պաշտոնյաների կողմից տարբեր բառաձևերի կամ ուրեմն ավելի հստակ խոսելով այս մեր փոխառված եւ թարգմանված հասկացությունների եւ հատուկ կանոնների ոչ ճիշտ կիրառությանը, իրականում հենց այս առաջարկը օրենսդրական ուղղված է նրան, որպեսզի մենք ունենանք պարտադիրության բնույթը։